Կանցանետով պատմող իր վերցնում եք։ Մեր ինքնակամ չի։ Ոնց է դա ինքնակամ չի, ցույց տվել ենք արդեն։ Հիմա ցույց տուր։ Ցույց տվել ենք մի քիչ առաջ գործընկերը վերես հստակ ցույց տվել տեղադրման թույլտվությունը։ Հիմա դուք փաստացի ապօրինի մեր իրերը վերցնում տանում եք։ Արգելից ցույց չեն տվել։ Դրա քերայական հետևանքներով հանդերձ։ Ինստիտուտիոնալ ցույց չեն տվել։ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները եկել էին Հյուսիսային պողոտայի գովազդային էկրանների հետևից, որոնց վրա Սամվել Կարապետյանի լուսանկարն էր ու գրառումը։ Ազատություն Սամվել Կարապետյանին։ Վահանակները տեղադրված էին գործարարին պատկանող Տաշիր Սթրիթ մոլի մուտքերի մոտ։ Չափորոշիչների մի կետով հստակ նշված է, որ այդ չափորոշիչները, որոնք որ նախորդին ունեցել են թույլտվություն, կարող են մնալ մինչև 23 թվականի ավարտ։ 24 թվականին այդ վահանակները կամ պետքա չափով համապատասխանեցվեն չափորոշիչներին կամ պետքա ապմոնտաժվեն։ Մի հատ երկու կարևոր բան նշեմ, էլի, նախ այս խնդիրը ի հայտ եկավ այն ժամանակ, երբ որ Սամվել Կարապետյանի նկարը հայտնվեց այստեղ, եւ երկրորդը Ավականու որոշմամբ չի կարող մարդու սեփականության իրավունքի մեջամտող որևէ որոշում կայացվի։ Քաղաքապետարանի գովազդի վարչության պետը պնդում էր, թե ինքնակամ են տեղադրվել վահանակները, չափորոշիչներին չեն համապատասխանում։ Կարապետյանների ներկայացուցիչը վստահեցնում էր, փաստաթղթեր ունեն օրինական հիմք եւ այդ նույն վահանակների վրա քաղաքապետ Տիգրան Ավինյանի լուսանկարն էլ է եղել, ինչ փոխվեց, երբ կալանավորված Կարապետյանի լուսանկարը հայտնվեց։ Որոշ ժամանակ առաջ նաև Տիգրան Ավինյանի պատկերով գովազդային վահանակներ տեղադրված։ Այդ ժամանակ խնդիր չեք տեսնում։ Բանավեճն էլ չօգնեց, քաղաքապետարանի աշխատակիցները տարան էկրանները։ Սեփականության իրավունքի ոտնահարում եք հենց հիմա դուք իրականացնում։ Օրեր առաջ էլ երբ կալանավորում էին Ռուսաստանաբնագործարարին, նրա բիզնեսներից Տաշիր պիցցայի մասնաճյուղեր փակվեցին։ Սննդի անվտանգության տեսչությունը օպերատիվ ստուգումներ էր անում ու խախտումներ արձանագրում։ Անգամ տեսչությունից էին Ազատության հետ զրույցում հաստատել, որ այս մասշտաբի խախտումներ նախկինում չեն հայտնաբերել։ Այս քանակով մասնաճյուղերի աշխատանքը չէին դադարեցրել։ Տաշիր գրուպի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը Ազատության հետ զրույցում ասել էր 250 աշխատատեղ է փակվել։ Այս բան եղած 250 աշխատատեղ փակ է։ Տաշիր ընկերությունների սեփականատերը ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում է։ Արմավիր քրեակատարողական հիմնարկից 3 են տեղափոխել։ Տեսակցությունները սահմանափակված են։ Միայն մերձավոր ազգականները կարող են տեսակցել ամիսը 2 անգամ։ Գործարար Սամվել Կարապետյանի կալանքի որոշումը պաշտպանական խումբը քննարկում է հրատապ կարգով բողոքարկել Եվրոպական դատարանում։ Ազատության հետ զրույցում ասաց պաշտպանական խմբից Ռուբեն Հակոբյանը։ Քննարկում եղել է, որ պետքա ներկայացվի հրատապության կարգով։ Թե երբ կդիմեն միջազգային ատյաններ դեռ չեն հստակեցնում։ Պաշտպանական խումբը դիմել էր վերաքննիչ դատարան, բայց մեկ օր անց հրաժարվեց դատավորին չվստահելու հիմնավորմամբ։ Գործը մակագրվել էր դատավոր Արմեն Դանիելյանին։ Գործարար Սամվել Կարապետյանը կալանավորվեց 6 օր առաջ Հայ առաքելական եկեղեցին պաշտպանելուց ժամեր անց։ Նրան մեղադրում են իշխանությունը զավթելու կոչերի համար։ Քրեական գործը շինծու է, ապօրինի, աբսուրդ, պնդում է Կարապետյանի պաշտպանական խումբը։ Կատարվողը որակում են քաղաքական հետապնդում։ Անգամ կալանքի խիստ ռեժիմը անհամաչափ է առաջադրված հոդվածի դեպքում, որ միջին ծանրության է, ասում է փաստաբան Ռուբեն Հակոբյանը։ Մենք գտնում ենք, որ առհասարակ երթադրյալ հանցանք գոյություն չունի, մենք վիճարկել ենք եւ որ հանցագործությունն է տեղի ունեցել, եւ որ դրան առնչություն ունի, եւ հիմքերը ամեն ինչ վիճարկել ենք, նաեւ այդ տեսակցությունների պահը։ Գտնում ենք, որ ակնհայտ անհամաչափ է այդ հարկադրանքի կիրառումը։ Փաստաբաններից Արամ Վարդևանյանն էլ Ազատության հետ զրույցում ասել էր, թե դատարանի որոշման մեջ հիմնավորված չէ, ինչու է ծայրահեղ միջոցը կալանքը կիրառվել եւ ինչու այդ ռեժիմով։ Գործարարին առաջադրված հոդվածով պատիժը տուգանքով է կամ ազատազրկմամբ։ Նախատեսված է 1 ամսից մինչև 3 տարվա ազատազրկում կամ տուգանք նվազագույն աշխատավարձի 20 պատիկից 50 պատիկի չափով։ Ռուսաստանաբնագործարարի կալանքին ակտիվ արձագանքում են Մոսկվայից։ Սամվել Կարապետյանը Ռուսաստանի քաղաքացի է եւ Մոսկվան Երևանի հետ կապի մեջ է այդ հարցով։ Այսօր ասել է Կրեմլի խոսնակը։ Իշխանամերձ շրջանակները Սամվել Կարապետյանին համարում են Կրեմլի պրոյեկտ եւ մեկնաբանում են, թե նրա միջոցով Ռուսաստանը ձգտում է իշխանափոխություն անել Հայաստանում։ Այս մեղադրանքը մանիպուլյացիա է որակել Կարապետյանի եղբոր որդին։ Քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն, եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին։
Չնայած Սամվել Կարապետյանի կարճ տեսանյութը եկեղեցին Փաշինյանի արշավից պաշտպանելու մասին էր, բայց վարչապետը հեղաշրջման պլանի շրջանակում այսօրվա իր գրառումներում նաև նրա անունն էր հիշատակում, թե դա կատարվելու էր մեջբերեմ կտրիչի օրհնությամբ ու սամոների աջակցությամբ։ Նիկոլ Փաշինյանը նկատի ունի կաթողիկոսին ու Սամվել Կարապետյանին։ Կարապետյանները Փաշինյանի այս գրառումներին դեռ չեն արձագանքել։